խոսում վարչակազմի Ընկերներ, մենք խոսում ենք նոր սահմանադրության անհրաժեշտությունից։ Տիկին Քրիստինե Վարդանյանն ասաց, որ այդ մասին վարչապետը սկսել է խոսել 24 թվականից։ Դա սուտ է։ Վարչապետը սկսել է խոսել 20 թվականի փետրվարից։ Հիմա դուք հարցնում եք, իսկ այ որ 20 թվականի փետրվարից սկսեին գրել այդ սահմանադրությունը, ինչ սահմանադրություն կգրեին, ես չգիտեմ, բայց դա պետք է լիներ նոր սահմանադրություն։ Նոր սահմանադրություն եւ ոչ թե հին, այսինքն գործող սահմանադրության խմբագրում։ Այնպես որ փաստական մակարդակում եկեք արձանագրենք, որ Տիկին Վարդանյանը ստում է, սուտ է ասում։ Ինչու է ստում եւ ոչ թե սխալվում։ Ինչու եմ ես օգտագործում ստել բառը, որովհետեւ ինքը գիտի։ Ես բացատրում եմ, չէ, կոնկրետ ես մը կասեմ, ոչ թե ճիշտ չի ասում, այլ ստում է։ Ինչու՞։ Որովհետեւ ինքը գիտի, որ վարչապետը դա ասել է 20 թվականի փետրվարին։ Եթե ինքը դա չի իմանա, ես կասեի, որ ինքը սխալվում է, բայց ինքը ոչ թե սխալվում է, այլ ստում է, իմանալով, որ մի բան այդպես չի, ինքը ասում է այդպես է, դա կոչվում է սուտ հայերեն լեզվով։ Պարոն Եղոյան, չնայած վարչապետ Փաշինյանի հայտարարությանը Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Համբուրգի Կալուզինը հայտարարել է, ասել որ սպասում ենք մինչև դեկտեմբեր Երևանից արձագանք հանրաքվեի հետ կապված, եթե չասում ԵԱՏՄ անդամ պետությունները այդ արձագանքը չունենալով արդեն իսկ իրենց հետագա քայլերը կանեն, ինչ եք սպասում այդ 4 պետությունները ինչ կանեն ձեզ դեպքում։ Չգիտեմ, իրանց ներկայացուցիչներին պետք է հարցնեք, մենք ասել ենք մենք ինչ պետք է անենք։ Չգիտեմ, ԵԱՏՄ մյուս 4 պետությունները ինչ պետք է անեն, բայց գիտեմ, որ մենք ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ ենք եւ գիտեմ, որ ԵԱՏՄ-ից հեռացման մեխանիզմ գոյություն չունի։ Եթե իհարկե պետությունը, տվյալ պետությունը ինքը իր հեռանալու մասին չի հայտարարում կամ նման նախաձեռնություն չի ցուցաբերում, մնացածը իրենք կիմանան։ Որ այդ բոլոր պետությունները արդեն ռուսական պատժամիջոցները կիրառեն։ Ընկերներ, եկեք նա ճիշտ հասկանանք էլի։ Մաքսային գոտում չի կարող լինել պատժամիջոց։ Ես ասում եմ, չի կարող լինել պատժամիջոց։ Եթե կա պատժամիջոց, ուրեմն դա մաքսային միություն չէ։ Եթե մի միություն կոչվում է մաքսային միություն, այնտեղ ոչ միայն չեն կարող լինել պատժամիջոցներ, այնտեղ չեն կարող լինել ընդհանրապես մաքսեր, ինչպես բառը ինքը ասում է, եւ չեն կարող լինել առևտրի բարիերներ, տարիֆային կամ ոչ տարիֆային բարիերներ, այսպես ձևակերպենք։ Եթե որևէ մաքսային միությունում գործածվում են առևտրին խոչընդոտող որևէ գործիքներ, ոնց էլ կուզեք դրանք կոչեք, դա այլևս ավելի ու ավելի է դադարում մաքսային միություն լինելուց կախված գործադրված գործիքի ուժգնությունից։ Սրա մասին է խոսքը։ Եթե դուք դա կոչում եք սանկցիա, ուրեմն դա սանկցիա է ոչ թե Հայաստանի դեմ, այլ մաքսային միության դեմ, որովհետև մաքսային միության իմաստը մաքսի բացակայությունն է եւ ազատ առևտուրն է։ ԵԱՏՄ-ի մասին պետք է ժողովը Հայաստանը, մենք ասում ենք կա, չկա, ապացույցի կա, չկա, երկրները պետք է ամեն ինչ, բայց այդ ամեն ինչի հանրակում անում, տուժում է Հայաստանը եւ իր քաղաքացին։ Տուժում է ոչ միայն Հայաստանը, այլև այդ կառույցի հեղինակությունը եւ ֆունկցիոնալությունը, որովհետեւ այլ գործընկերները այդ կառույցի կարող են եւ մտածել ողջամտորեն, որ վաղը մյուս օր այդ նույն սահմանափակումները կարող են եւ իրանց դեմ գործել եւ դա չի նպաստում ամենևին այդ կառույցի զարգացմանը եւ անմաքս առևտրի խորացմանը եւ ազատ շուկայի ձևավորմանը, այն ինչի մասին որ բազմիցս հայտարարում էին այդ միության անդամները եւ Ղազախստանը եւ Ռուսաստանը եւ Բելարուսը միասնական այնտեղ գազի շուկայից էր արդեն խոսակցություն գնում, կներեք, եթե միասնական Ծիրանի շուկան է սահմանափակվում, ոնց կարելի է խոսել միասնական գազի շուկայից միության մեջ։ Հետևաբար դա վնաս է հենց ԵԱՏՄ-ին, այո, որի շրջանակներում նաեւ վնաս է անդամ պետություններից մեկին։ Պարոն Եղոյան, Նիկոլ Փաշինյանը ինչու է նույն շեշտադրումները ԵԱՏՄ-ի նիստի ընթացքում չբարձրացրած այն։ Որ նույն շեշտադրումները։ ԵԱՏՄ-ն պետք է ապացուցին կա թե չկա, բայց փոխարենում մենք լսեցինք վարչապետի ելույթում հավաստիացումներ, որ մենք ԵԱՏՄ-ի մաս ենք, ԵԱՏՄ-ից չենք հեռանում, թվերը ներկայացրեց վարչապետը անմոտ 400 տալիս ենք, 170 թե 170 հետ ենք ստանա, իսկ ավելի շատ հավաստիացումներ են, որ մենք ձեզ հետ ենք, այլ ոչ թե հարց չհնչեց ուղիղ այդ պետությունների ներկայացուցիչներին ԵԱՏՄ-ն կա թե չկա, ինչպես օրինակ Երևանում են հնչում այդ հարցը։
կներեք, իսկ ով է ասել, որ վարչապետը մի բանը պետք է 50 անգամ կրկնի։ Մի անգամ մի բանը ասել է եւ ԵԱՏՄ նիստում էր երկրորդ փաստարկն է բերել կոնկրետ մաքսատուրքերի բաշխման մասին, կներեք, մաքսատուրքերի բաշխման մասին։ Կարծում եմ իրեն տեղեկացնել են այդ մասին, այո, կարծում եմ իրեն տեղեկացնում են վարչապետ ԵԱՏՄ-ի վերաբերյալ վարչապետի հայտարարությունների մասին, բայց կներեք, երկրորդ փաստարկն էլ պակաս կարևոր չի, թե մենք ինչքան ենք տալիս ԵԱՏՄ-ին եւ ինչքան ենք ստանում, ինչու է դուք թերագնահատում այդ փաստարկի կարևորությունը։ Ցույց տալու հիմա պատկերացրեք, այդ գումարը գալ միայն հայկական բյուջեն։ Ստացվում է մենք մեր մաքսերից ավելի շատ գումար գնացել է ԵԱՏՄ միասնական խոսա վարչապետը այդ փաստարկը բերում է մաքսատուրքերի, դուք կարող եք խոսակցությունը բացել փորձագետների հետ, ես շատ կուզենայի լսել փորձագետների կարծիքը, խոսակցությունը բացված է, քննարկենք այդ հարցը։ Համակարգի խոշորացման համատեքստում տարբեր խոսակցություններ են նշում, որ առաջիկայում հնարավոր է մասպետների ինստիտուտը վերանա կամ մնաց լիազորությունը ինչ-որ ձև սահմանափակային կրճատվեն, արդյոք ինչ-որ խմբակցություն նման չէ, նախատեսում է։ Ես էլի չեմ կարող ձեզ տրամադրել ինֆորմացիա առարկայական, թե այսօր այս ժամին եղել է այսինչ հարցով, այսինչ քննարկում, բայց այս տենդենսը կարող եմ նկարագրել, այո, համայնքները խոշորանում են եւ ինչքան ավելի համայնքները խոշորանում են, այնքան, այսպես ասած, ավելի են մոտենում մարզի սահմաններին, հա, այնքան ավելի քիչ ղեկավար մարմիններ են մնում այդ մարզում, քանի որ համայնքն է խոշորանում, համայնքապետերի թիվն է կրճատվում եւ այդտեղ ես չեմ կարող ասել մարզպետների լիազորությունների վերաբերյալ ինչ-որ քննարկումներ կլինեն կամ որոշումներ կլինեն, թե չէ, բայց փաստ է, որ համայնքի խոշորացումը ինքնին կրճատում է որոշումներ կայացնողների թիվը տվյալ համայնքում եւ հետեւաբար մարզում եւ այո, նրանց լիազորությունները ինչ-որ առումով մոտենում են իրար, չեմ կարծում, որ մենք կարող ենք խոսել ամբողջովին այդ ինստիտուտից հրաժարվելու մասին, որովհետև ամեն դեպքում իրենք կառավարության ներկայացուցիչն են տվյալ մարզում եւ պետք է ուղիղ կառավարության քաղաքականությունը տեղում իմպլեմենտացնեն եւ վերահսկեն կառավարության ծրագրերի իրականացմանը, իսկ համայնքապետերը ընտրվում են առանձին ընտրություններով եւ կարող են եւ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներ չլինել եւ այստեղ կարծում եմ ինչ որ ամեն դեպքում հակակշռման մեխանիզմ ամեն դեպքում մեզ պետք է լինելու։ Շնորհակալություն։